Հրապարակը գրում է Փաշինյանի ու նրա կնոջ որոշ ՔՊԱ-ականների հակաեկեղեցական արշավը շարունակում է ալեկոծել նաև ՔՊ-ին, ԱԺ-խմբակցության մեծ մասը համաձայն չէ եկեղեցու դեմ իրականացվող քայլերին, բայց չի համարձակվում բարձրաձայնել մի քանիսի հետ մասնավոր զրույցներից։ Թերթը պարզել է, որ Փաշինյանը հոգևոր դասի նկատմամբ իր վերաբերմունքը արդարացնելու համար վարկած է շրջանառել, թե Ռուսաստանը հայ առաքելական եկեղեցուն իշխանությունների դեմ պայքարելու հրահանգ է իջեցրել անցած տարի Բագրատ Գալստանյանի միջոցով, հիմա էլ Մայրաթորի։ Իբրև թե եկեղեցու սպասավորներից շատերը պետք է հակաիշխանական հայտարարություններ անեն, ուստի ինքը այդ ամենն անում է դիմադրությունը կոտրելու, եկեղեցու սպասավորների վախը բռնելու համար։ Իհարկե մի քանի երդվյալ լուսապարկ հավատացել են այդ հեքիաթին, բայց մեծ մասը հասկանում է, որ դա հերթական կրուտիտն է։ Հոչեին ասելու Ադրբեջանն է թիրախավորել եկեղեցին, մենք էլ նրանց հրահանգով հարվածում ենք, ուստի շատերը դեռևս լռում են, քանի դեռ շեֆից ուղիղ հրահանգ չեն ստացել միանալ կեղտոտ արշավին։ Ժողովուրդը տեղեկացել է այսօր հունիսի 5-ի երեկոյան Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոն։ Նա կժամանի մեծ պատվիրակությամբ 2 տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինի նաև Դաշնության խորհրդի անդամներ, փոխնախագահ, անգամ 2 մարզպետ Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-ից 6-ը կմնա Երևանի Դվին հյուրանոցում։ Պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, այնուհետ Մայր Հայաստան հուշահամալիր։ Հանդիպումներ կունենա Ալեն Սիմոնյանի ու Փաշինյանի հետ։ Թերթը հիշեցնում է, Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, թե ինքն անձամբ է ինքնաթիռի բորտի տակից գրկած դիմավորելու Մատվիենկոյին։ Դեռևս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան, այցից հետո 10-ը նշեց, որ Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Թերթը հիշեցնում է, Մատվիենկոն ու Ալեն Սիմոնյանը հեռահար կոշտ բանավեճի էին բռնվել ու սա լարվածությունից հետո նրանց առաջին հանդիպումն է լինելու։ Քաղաքացիների կյանքը 50%-ով լավանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին փաստում կարդում ենք. լավ, բա եթե ամեն ինչ այդքան լավ է ու վարդագույն, այդքան չալաղաջ է ու բախտավոր, ինչու է ամեն ինչ այդքան վատ ու վտանգված։ Ինչու է նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը միայն վերջին 7 տարվա ընթացքում մոտ 7 միլիարդ դոլարի պարտք կուտակել։ Ինչու է նման սրընթաց աճող տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը համատարած հարկային տերոր իրականացնում, գործնականում սպանելով փոքր ու միջին բիզնեսը։ Ինչու ոչ մի լումոտ թոշակ ու նպաստ չեն բարձրացնում, վերջապես ինչու բնակչության գերակշիռ մասը չի զգում, որ իր կյանքը համարյա 5 անգամ լավացել է։ Չէ, կան անձինք, որոնց կյանքի նյութական մասը բազմապատիկ է լավացել, դարձել է ճոխ, չաղ, բախտավոր, բայց այդ մարդկանց կարելի է մի քանի էջանոց ցուցակում հաշվել, քանի որ լավացել է բացառապես Փաշինյանի ու նրա ՔՊԱ-ականների կյանքը։ Ու վերջ, իսկապես վերջ, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է, Ալեն Սիմոնյանի ղեկավարած ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում, թերթի ձեռքում փաստաթուղթ է հայտնվել, որի համաձայն ԱԺ-ն գնել է հակատարիքային քսուկներ, թերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի ազգային ժողովը Նաիրյան ՓԲ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է դեզոդորանտ, հակատարիքային ձգող քսուկ, հակատարիքային քսուկ աչքերի համար, տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար։ Այս գնումների համար ԱԺ-ն ծախսել է 67750 դրամ, գումարը մեծ չէ, բայց անհասկանալի է, թե ԱԺ-ի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուկը, ով է այն օգտագործելու կամ ում համար է Ալեն Սիմոնյանը այն գնել։ Սա արդեն անգամ զավեշտալի չէ, ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է, թե գնումն իրականացվել է որպես նվեր, փոխանցվել պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշել, թե դիվանագիտական էթիկայից ելնելով չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է ուղղված եղել նվերը։ Հրապարակն էլ գրում է, եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի ու խորհրդարանի հանձնաժողովներում բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, խուսափում էր սուր հարցադրումներից, ապա Արփինե Սարգսյանը իր անվտանգության հարցերով է մտահոգ։ Երեկ նա ԱԺ էր եկել թիկնապահներով, որոնք մինչև քննարկման դահլիճ ուղեկցեցին նրան, իսկ երբ նախարարը դուրս եկավ լրագրողների հետ ճեպազրույցի, եռանկյունաձև պաշարել էին նրան, պաշտպանելով
լրագրողներից, ընդ որում երկուսը շեֆի թիկունքում էին կանգնել, մեկը դիմացը, իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ ԱԺ նախագահի համար նախատեսված։ Մեկ այլ հոդվածում հրապարակում կարդում ենք ՔՊԱ-կան Հայկ Սարգսյանի հեղինակած կառավարության հավանությանն արժանացած աղմկահարույց նախագծի շուրջ կրքերը ՔՊ-ում բորբոքվել են անցած շաբաթ ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև ԳՇՊՏ-ը։ Անցած շաբաթ ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել, ՔՊԱ-կանները բացահայտել են, որ զինված ուժերի ԳՇՊՏ-ը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է գրել է դեմ ենք փակ նիստին ներկա է եղել Էդուարդ Տասրյանը, անձամբ տեղեկացել է այդ մասին չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու բացասական եզրակացությունից հետո Պապիկյանը նախագիծը ներկայացրել է։ Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս կա եւ այն լրացնելու խնդիր ուստի պետք է քայլեր ձեռնարկեն, բայց պատասխանն ավելի է խճճել իրավիճակը, ինչու եւ ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել գլխավոր շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ 3 թերթի լրագրողը ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ։ Հարցրել է ճիշտ է արդյոք, որ բացասական եզրակացություն եք տվել, նա համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի, բայց նաև չի հերքել այդ տեղեկությունը, ասելով, թե մոտ ապագայում իրենց դիրքորոշումը կներկայացնեն։ Անցած շաբաթվա փակ նիստին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգևորել ՔՊԱ-կաններին։ Նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են կամ հետ կանչել նախագիծը, կամ իրենք են մերժելու, գրում է թերթը։